Կինոսրահ, համաշխարհային կինոյի ձեր տեղեկատուն։ Արմ ռադիոյի եթերում կինոսրահն է, ողջույն։ Սթենլի Կուբրիկի անունը համաշխարհային կինոյում շարունակվում է միֆերով շրջապատված մնալ։ Նա անկասկած 20-րդ դարի ամենահանճարեղ ռեժիսորներից է։ Բաց մի թողեք այսօրվա մեր ռադիո եթերը եւ նրա մասին իմացեք ավելին, բայց նախ կինոնորություններ։ DreamWorks կինոստուդիան գնել է Need for Speed համակարգչային խաղի իրավունքները այն կինոնկարի վերածելու համար։ Հավանական է, որ կինոնկարը վարձույթ դուրս կգա արդեն 2014-ին։ Ֆիլմի ռեժիսորն է լինելու Սկոտ Վոն, իսկ սցենարիստը Ջոն Գեյտինսը։ Նկարահանումների մեկնարկը կտրվի 2013-ին։ Դերասան Թիմ Ռոթը հանդես կգա Դեվիդ Կրոնենբերգի նոր «Մարտ» դանակով հեռուստատեսային սերիալում։ Կրոնենբերգի այս նախագծի մասին տեղեկացվել էր դեռ մարտ ամսին։ Սերիալի հիմքում լինելու են գրող Վենդի Մուրի 18-րդ դարում ապրած հայտնի վիրաբույժ Ջոն Հանթերի մասին գրած գիրքը, որը ժամանակակից վիրաբուժության հիմնադիրն է համարվում։ Հայտնի է նաև, որ իր հետազոտությունների ընթացքում Հանթերը բազում սխալներ է թույլ տվել։ Կրոնենբերգը հանդես կգա նաև որպես ֆիլմի պրոդյուսեր։ Սցենարը գրում է Ռոլին Ջոնսը։ Երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր եւ ռեժիսոր Բարբարա Սթրեյզենդը երկար դադարից հետո որոշել է նոր ֆիլմ նկարահանել։ Նիհարը եւ կատուն տարօրինակ վերնագրով այս ֆիլմում նկարահանվելու են Քոլին Ֆըրթը եւ Քեյթ Բլանշետը։ Այս էպիկական սիրո պատմության սցենարի հեղինակը Լինդա Ելինն է։ Նկարահանումների մեկնարկը տրվելու է 2013-ի հունվար ամսին։ Ֆիլմի սյուժեի հիմքում գրող Էրսքին Քոլդուելի եւ ֆոտոլրագրող Մարգարետ Բուրկվայթի իրական սիրո պատմությունն է։ Նրանք միասին 3 գիրք են գրել, իսկ 1924-ին ամուսնացել էին, սակայն մի քանի տարի անց բաժանվել։ Open the pod bay doors, Hal. I'm sorry, Dave. I'm afraid I can't do that. Stanley Kubrick. What's the problem? I think you know what the problem is just as well as I do. What are you talking about, Hal? Ամերիկացի հանրահայտ ռեժիսոր Սթենլի Կուբրիկը ծնվել է Նյու Յորքում 1928-ին հրեաների ընտանիքում։ Նրա հայրը Ջեք Կուբրիկը բժիշկ էր մասնագիտությամբ։ Դպրոցում Կուբրիկը միջակ սովորող էր եւ այնքան էլ աչքի չէր ընկնում։ Նրա միակ տարերկը դա շախմատն էր։ Դպրոցից հետո նա տարվում է լուսանկարչությամբ։ Դա մի հիանալի ժամանակ էր ապագա ռեժիսորի համար։ 17 տարեկանում Կուբրիկն արդեն Լուկ ամսագրի լուսանկարիչն էր։ Իր առաջին ֆիլմերը Կուբրիկը նկարահանում է ընկերների տրամադրած եւ իր անձնական գումարներով։ 1954-ին նա պրոդյուսեր Ջեյմս Հարիսի հետ համատեղ կինոընկերություն է հիմնում։ 1955-ին նա նկարահանում է իր սակավաբյուջե Մարդասպանի համբույրը եւ սպանություն ֆիլմերը, իսկ 1957-ին Եվրոպայում նկարահանում է Փառքի արահետներ ֆիլմը, որտեղ ամերիկացի դերասաններ էին հանդես գալիս։ Այս կինոնկարը ներկայացնում էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց հրամանատարների վախկոտության եւ ապաշնորհության հետևանքով մեծ թվով զոհված ֆրանսիացի զինվորների պատմությունը։ Ամերիկայում ֆիլմը շատ լավ ընդունվեց կինոդիտողի կողմից, իսկ Եվրոպայում այն սկանդալի պատճառ դարձավ։ Ֆրանսիայում կինոնկարը խստիվ արգելվեց ցուցադրման համար, իսկ Բերլինում նույնիսկ ցույցեր կազմակերպվեցին կինոնկարի դեմ։ Եվրոպացի կինոքննադատները պաշտպանեցին Կուբրիկի կինոնկարը, հատկապես նշելով կինոնկարի գեղարվեստական բացառիկ արժեքները եւ դերասան Կիրք Դուգլասի հիանալի դերը։ Հետաքրքրական է նաեւ, որ Կուբրիկին սկզբնական ֆիլմերում օգնել է նրա կանայք։ Ռեժիսորի առաջին կինը Տոբաետա Մեծը, Վախ եւ ցանկություն ֆիլմի երկխոսություններ տեղադրողն է եղել։ Իսկ Ռուս Սոբոտկան նկարահանվել է Մարդասպանի համբույրը ֆիլմում Պարուհու էպիզոդիկ դերում, իսկ նրա երրորդ եւ վերջին կինը Կրիստիանը հանդես է եկել Փառքի արահետները ֆիլմում։ 1960 թվականին Կիրք Դուգլասը, որը Սպարտակ ֆիլմի գլխավոր դերասանն էր եւ միևնույն ժամանակ գործադիր պրոդյուսերը, Կուբրիկին հրավիրում է որպես ռեժիսոր նկարահանել Սպարտակը։ Այս ֆիլմի նախկին ռեժիսոր Էնտոնի Մաննի փոխարեն։ Թերթերը միանգամից գրեցին, որ Կուբրիկը լինելու է մի ֆիլմի ռեժիսորը, որի բյուջեն կազմում է 12 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ֆիլմի համար պատրաստված պատմական զգեստները միասին կշռում են 28 տոննա։ Կուբրիկին էր պատկանում նաև դերասանների ընտրության վերջնական որոշումը։ Կիրք Դուգլասը կարծում էր, որ ֆիլմ հրավիրելով երիտասարդ ռեժիսորին կկարողանա նրան հեշտորեն ղեկավարել, բայց նա սխալվում էր։ Առաջին հերթին Կուբրիկը փոխում է գլխավոր դերակատարուհուն եւ չնայած Դուգլասի այդ որոշմանը դեմ լինելուն նա անցնում է գործի։ Սկսվում են ֆիլմի նկարահանումները, որոնք Կուբրիկին բնորոշ դանդաղ ու մանրակրկիտ ձևով են ընթանում։ Սպարտակ ֆիլմը լավ հաջողություն ունեցավ վարձույթում։ Կինոքննադատները նույնպես բարձր գնահատեցին ֆիլմը։
Իր հաջորդ կինոնկարը Կուբրիկը նկարահանում է Անգլիայում։ Դա Վլադիմիր Նաբոկովի սկանդալային Լոլիտա գրքի համանուն էկրանավորումն էր։ Չնայած նրան, որ գրողին անհանգստացնում էր այն միտքը, որ իր գրքի հերոսներին ռեժիսորը կենթանի շունչ էր տալու եւ նրանք հայտնվելու են էկրանային իրականությունում, այնուամենայնիվ նա Կուբրիկին շատ էր գովում։ Lolita. Lolita. Կուբրիկն ավելի ուշ խոստովանեց, որ ինքը ձախողվել է Լոլիտան էկրանավորելու հարցում։ Այս ֆիլմից հետո Կուբրիկը որոշում է հաստատվել Անգլիայում Լոնդոնից ոչ շատ հեռու գտնվող Բորենվուդ կինոստուդիայի մոտ։ Նրա ընտանիքը ապրում էր մի տան մեջ, որը շրջապատված էր երկար ու բարձր պարիսպներով եւ հազվադեպ էր հյուրեր ընդունում։ Կուբրիկը հարցազրույցներ չէր տալիս։ Նրա շուրջբազում լեգենդներ էին հյուսվել։ Ռեժիսորը մի անգամ նշել է. Զարմանքով էի կարդում, որ լրագրողները գրել էին, թե ես ավտովթարի վախից իմ վարորդին հրահանգել եմ ժամում 50 կմ արագությամբ վարել մեքենան, իսկ ես հոկեյիստի գլխարկ եմ դնում մեքենայում։ Ես երբեք անձնական վարորդ չեմ ունեցել։ Կուբրիկին համաշխարհային հրճակ բերեց 1968-ին նկարահանած 2001 թվականի տեզերական ոդիսականը ֆիլմը։ Այս ֆիլմի համար Կուբրիկին Օսկար շնորհվեց։ 1964-ին պատրաստվելով 2001 թվականի տեզերական ոդիսականը ֆիլմին Կուբրիկը որոշում է անդրադառնալ այդ շրջանում դեռ ոչ այնքան հայտնի ֆանտաստ գրող Արթուր Կլարկին։ Նրանք երկուսով աշխատում են սցենարի վրա։ Կուբրիկը ցանկանում էր այնպիսի գիտաֆանտաստիկ ֆիլմ նկարել, որով բոլորը կհիանային եւ միևնույն ժամանակ կընդունեին ֆիլմի ազդեցությունը, նշել էր Կլարկը։ Ռեժիսորը ցանկանում էր նկարահանել կինոնկար մարդու եւ տեզերքի կապի մասին եւ ձգտում էր վավերագրական անմիջականության հասնել։ Իսկական սենսացիա առաջացրեց ռեժիսորի 1971-ին նկարահանած Լարովի նարինջ կինոնկարը։ Ֆիլմը գրող Էնթոնի Բյորջեսի սատիրիկ գրքի էկրանավորումն էր։ Գրողը նշել էր, որ այս պատմության վերնագիրը լսել է մի գարեջրատանը տեղի ունեցած խոսակցության ընթացքում եւ որոշել, որ այն դառնալու է իր գրքի վերնագիրը։ Գլխավոր հերոսը Ալեքսի դերում հանդես է եկել Մալկոլմ Մակդաուելը։ Եթե Կուբրիկը կինոռեժիսոր չլիներ, ապա նա կարող էր ղեկավարել ԱՄՆ-ի զինված ուժերը։ Նա իր գլխում ամեն մի մանրուք կարողանում է պահել ու հիշել, նույնիսկ այն շամպունը, որ պիտի գնի նկարահանումներից հետո, նա ամեն բան հիանալի կերպով վերահսկում է, ոչ մի բան չի մոռանում, մի առիթով ասել է դերասանը։ Մակդաուելի հերոսը, որ ապրում է բռնության եւ սեքսի մթնոլորտում, բանտ է ընկնում, եւ այդտեղից դուրս պրծնելու համար նա համաձայնվում է հոգեբանական մի փորձարկման, որի արդյունքում նա փորձում է կյանքին վերջ տալ։ Լարովի նարինջը բրիտանական դատարանի կողմից արգելվեց ցուցադրման, իսկ հանդիսատեսի եւ կինոքննադատների մի մեծ բանակ էլ այս ֆիլմը հիացմունքով ընդունեց։ Time ամսագրում հետևյալը հրապարակվեց. Ոչ մի ֆիլմի վերջին 10 տարիներին հնարավոր է նաև ամբողջ կինեմատոգրաֆի պատմության ընթացքում չի հաջողվել իր մեջ պարունակել այդքան հիանալի եւ միևնույն ժամանակ անհանգստացնող մարգարեական գուշակումներ մշակույթի ապագա դերի մասին, որոնք կինոնկարում արտահայտված են այնպիսի ճյուղերում, ինչպես գեղանկարչությունը, ճարտարապետությունը եւ երաժշտությունն է։ 1975-ին Կուբրիկը էկրանավորում է Ուիլյամ Թեքերեի Բարի Լինդոն վեպը։ Այս ֆիլմի նկարահանումների ժամանակ արհեստական լույսի օգտագործումը հասցվեց մինիմումի, ավելի շատ նկարելով բնական լույսով, ինչպես նաև մոմի լույսի ուղեկցությամբ։ Դրա համար NASA-ն նույնիսկ հատուկ օբյեկտիվներ ստեղծեց։ Ֆիլմից հետո Կուբրիկի ուշադրությունը գրավեց Սթիվեն Քինգի Փայլատակում վեպը։ Արդյունքում նա ստեղծեց մարդու գոյության, գաղտնիքի եւ ատելության մասին պատմող կինոնկար գոտիկական պատմության սկզբունքներով։ Գլխավոր դերում հանդես եկավ Ջեք Նիկոլսոնը։ Կուբրիկի դուստրը Վիվիանը վավերագրական ֆիլմ նկարահանեց այն մասին, թե ինչպես է նկարվում Փայլատակում ֆիլմը, որը հետո ցուցադրվեց անգլիական հեռուստատեսությունով։ 1987-ին նա նկարահանում է ամբողջապես մետաղական թաղանթ ֆիլմը վիետնամական պատերազմի մասին։ Այս ֆիլմում Կուբրիկը հանդես եկավ որպես ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր։ Նկարահանումները տեղի ունեցան Լոնդոնի արվարձաններից մեկի լքված մի գործարանում։ Ինչպես եւ սպասվում էր, ֆիլմը հանդիսատեսին եւ կինոքննադատների կարծիքը երկու տարբեր մասերի բաժանեց։ Այս կինոնկարից հետո Սթենլին երկար ժամանակ լռեց։ Միայն 1997-ին նա սկսեց մռայլ ու միստիկ ընտանեկան դրամայի լայն փակված աչքերով ֆիլմի նկարահանումները։ Կինոնկարում գլխավոր դերում նկարահանվեցին Նիկոլ Քիդմանը եւ Թոմ Քրուզը։ Այս հրաժեշտի ֆիլմի հետ շատ խոսակցություններ կան կապված։ Կուբրիկը դեռ 1968-ին գնել էր ավստրիացի գրող Արթուր Շնիցլերի գրքի հեղինակային իրավունքները։ Լայն փակված աչքերով ֆիլմի նկարահանումները ամենայն գաղտնիության մթնոլորտում տևեցին 2 տարի։ Ֆիլմը շատերին դուր չեկավ, իսկ շատերն էլ համոզված են, որ այն 20-րդ դարի կինեմատոգրաֆի վերջին գլուխգործոցն է։ 1999 թվականի մարտի 7-ին ֆիլմի մոնտաժի վերջնական աշխատանքի 4 օր առաջ մահանում է հանճարեղ ռեժիսորը, այդպես էլ չտեսնելով իր կինոնկարի վերջնական տարբերակը։ Նա թողեց բազում անավարտ կինոնախագծեր։ Շուրջ 30 տարի Կուբրիկը աշխատում էր Նապոլեոն Բոնապարտի ֆիլմի սցենարի վրա։ Այդ նպատակով նա 18000 հատոր գիրք էր հավաքել իր գրադարանում եւ ուսումնասիրում էր։
Այսօրվա համար այսքանը, մինչ հանդիպում։ Կինոսրահ, համաշխարհային կինոյի ձեր տեղեկատուն։